բնականաբար բարձրաձայնվում են այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում հասարակական քաղաքական կյանքում եւ նաեւ բնականաբար Արցախի հետ կապված իրողությունները ինքնին մասնակցությունը կրոնական ազատությունների ալյանսի այդ գագաթնաժողովին բավական հետաքրքիր էր, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ օրինակ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում դրան։ Այս նախաձեռնությունը, ինչպես գիտենք, Թրամփի ադմինիստրացիայի նախորդ շրջանում եղած նախաձեռնություն է, այսինքն Թրամփի նախագահության առաջին շրջանում եղած նախաձեռնություն եւ այն անկասկած այդպես միջազգային կյանքում իր որոշակի դերը ունեցող է, հատկապես այսօր, երբ դարձյալ Թրամփի նախագահության շրջանն է, իսկ այս տեսանկյունից Հայաստանում հասարակական քաղաքական զարգացումները մշտապես իրենց վրա կրել են արտաքին իրողությունների ազդեցությունները։ Հետևաբար արտաքին աշխատանքը եւս դառնում է շատ կարեւոր Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում մեծ դերի հավակնող եւ առավել եւս իշխանության հավակնող սուբյեկտների ուժերի համար։ Այս տեսանկյունից կրկնեմ, բավական հետաքրքիր է, որ Կարապետյանի թիմը փաստորեն աշխատանքի, այսպես ասենք, ուղղություն է դիտարկել կրոնական ազատությունների ալյանս այս նախաձեռնությունը իհարկե ինքը բավականին բազմաշերտ է եւ այստեղ միատարր մոտեցման կամ դիրքորոշման հարց չկա հենց նախաձեռնության ներսում, բայց այնտեղ բավականին կարեւոր արտաքին աշխատանքային ուղղություն է եւ դրանով անշուշտ հետաքրքիր է եւ հետաքրքիր է նաեւ հենց այն օվանդակությունը, այն խնդիրների բարձրաձայնումը, որ հնչել են, կրկնեմ, թե Արցախի հետ կապված, թե կապված նաև Հայաստանի ներսում հասարակական քաղաքական իրողությունների հետ։